Հաճախ եք այս եկեղեցի այցելում։ Ոչ։ Միայն վարչապետի հետ եք իսկ գնում պատարագի Ոչ։ Առհասարակ պատարագի գնում եմ, եկել եմ այստեղ աջակցություն վարչապետի եւ 10 եպիսկոպոսների, վարքեպիսկոպոսների նախաձեռնած եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Քաղաքապետարանի աշխատակիցներից ձեզ հետ շատ մարդ է եկել այսօր։ Ես քաղաքապետարանի աշխատակից չեմ այլևս, դրա համար Հաստատ շփումներ ունեք։ Այո, շփումներ ունեմ։ Ովքեր որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, իրենք իրենց կամքով կարող է տեսնեք այստեղ, չգիտեմ։ Հայներթին, որովհետև հատկապես քաղաքապետարանի աշխատակազմից շատ անց։ Այ չեմ տեսել, ես չեմ տեսել որ քաղաքապետարանի, իմ մոտ չի եղել մարդ որ քաղաքապետարանի աշխատակից լինի։ Հիմա էլ տեսեք։ Բայց կարող եք հանդիպել, որովհետև եւ ԿՊԻ-ից եւ ընդհանրապես քաղաքապետարանի աշխատակիցներից ես վստահ եմ, որ կան հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, ովքեր ճիշտ են համարում եկեղեցու բարենորոգումը, բարեկարգումը։ Բացի Այո, պատարագների մասնակցում, իսկ այդ պատարակներին Վեհափար Հայրապետյանն էլի զեղչվում է, երբ Նիկոլ Փաշինյանը չկա։ Փորձում եմ մասնակցել են պատարակներին այն եկեղեցիներում, որտեղ զեղչվում է Կտրիժ Ներսիսյանի անունը։ Կանոնից դուրս պատարակներ են մայրաթորից բազմաթիվ անգամ արձագանքել են, որ դրանք չեն կարող համարվել իրական։ Իսկ մայրաթորը երբ է արձագանքելու կանոնից դուրս կաթողիկոսի գահը բազմածի անկանոնությանը։ Պարոն Գրիգորյան, հաճախ հայտարարում եք, որ եկեղեցու մաքրման գործընթաց է սկսել եւ երբ ԿՊԱ-կան ներկայացուցիչներին հարցնում ենք արդյոք այդ մաքրման գործընթացը սկսել են մի հոգեվորականի հետ, ով շորային գործով է հայտնի, ապօրինի գույքի ծագմամբ գործով է անցել, հիմա եւս մեկ գործ դատարանում է, արդյոք նման հոգեվորականների հետ է այդ։ Ես խորհուրդ կտամ այդ ձեր հարցի պատասխանը արդեն վարչապետը տվել է, կարծեմ այս առաջին կառավարության նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ես առաջնորդվում եմ այդ պատասխանով, որը ամենաճիշտն եմ կարծիքով։ Բոլորս իրավունք ունենք ներվելու, բոլորս էլ մեղավոր ենք։ Այդ ո՞ւմ ձեր նշած հոգեվորական։ Բոլորս։ Ինչպես եք պատկերացնում այդ բարենորոգումը շատ լավ, եթե միջև այդ նաև արդեն 7 տարի է ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, բնականաբար շատ լավ տեղյակ էր այդ գործընթացներից, ազգային ժողովի ամբիոնից էր խոսում, որ անընդունելի է Արարատյան հայրապետական թեմակալ առաջնորդի վարքագիծը եւ հիմա նրա հետ բարենորոգման ծրագիր է սկսում։ Բոլորս մեղավոր ենք, ամենքս մեր չափով, ես առաջնորդվում եմ այդ կետով։ Ինչու հենց նրանից չի սկսվել էլի բարենորոգումը։ Ինչը սկսվի։ Այն մարդուց մասին Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովից հայտարարել։ Նայեք, բարենորոգումը հենց եկեղեցու ամբողջության մեջ է, եկեղեցին Կտրիժ Ներսիսյանը չի, եկեղեցին մեկ եպիսկոպոս կամ արքեպիսկոպոս չեն, եկեղեցին ամբողջ համայնքն է, հայ առաքելական եկեղեցու համայնքն է։ Եվ բարենորոգում չի վերաբերում մեկ մարդու։ Իսկ այդ բարենորոգումը սկսելու համար պետք է Կտրիժ Ներսիսյանը ուղղակի չլինի այնտեղ, որպեսզի սկսվի այդ բարենորոգումը։ Ու մենք չպետք է խառնվենք, երբ որ եկեղեցում արդեն Կտրիժ Ներսիսյանը չեղավ, արդեն եկեղեցին ինքն իր ներսում կսկսի բարենորոգումները, այսինքն այդ երբ այդ խանգարող երևույթը չլինի, ինքն իրեն լինելու է այդ բարենորոգումը, ու որևէ դուք քաղաքացի ոչ հոգեվորական չեք տեսնելու այդ բարենորոգումների հետ ինչ-որ ասոցացված։ Պարոն Գրիգորյան, սահմանադրությամբ հստակ կետ կա եւ հիմա փաստացի իշխանությունը խոչընդոտում է եկեղեցու գործերին, նման գործելավոճ 2020 թվականին սահմանադրության այդ կետի մասին մոռացել է, ես կուզեի այդ հարցը տակ Կտրիժ Ներսիսյանին, երբ 2020 թվականին կոչ էր անում վարչապետին հրաժարական տալ։ Ինքը սահմանադրության այդ կետը չէր կարդացել, այդ հոդվածը չէր կարդացել։ Եկեղեցականները եւս բազմաթիվ անգամ դրան անդրադարձել են, սակայն եկեղեցական խնդիրները բազմիցս նշվում է, որ լուծվում են հոգևոր գերագույն խորհրդում, մայրաթոռում, իսկ պետության միջամտությունը դրան եւ առհասարակ հոգևորականները երբ գալիս էին կառավարություն, արդյոք եկեղեցու հարցերը լուծվում են կառավարությունում։ Արդյոք կառավարության հարցերը լուծում է Կտրիժ Ներսիսյանի կոչերով։ Ես նորից հղվում եմ այն հին կետին։ Երբ որ Կտրիժ Ներսիսյանը պատասխանի 2020 թվականին, ինչ գաղափարախոսությամբ էր հորդորում վարչապետին հրաժարական տալ, խախտելով սահմանադրության համապատասխան կետը, խախտելով իր գործառույթները, ինչի էր քիթը խոթել քաղաքականության մեջ։
ասում եք, եթե մյուս կողմը խախտում է սահմանադրությունը, մենք էլ կարող ենք խախտել։ Ես ասում եմ, երբ որ ինքը պատասխանի, թե ինչու էր ինքը խառնվել, ես էլ Դուք ձեր փոխարեն պատասխանեք, ինչու։ ես կսպասեմ իր պատասխանը։ Երբ որ ինքը պատասխանի, ես էլ կպատասխանեմ իմ կողմից։